Վթարից հետո նոր եկել են նայ։ Վթարից հետո նոր բարեհաճեցին։ Վալի ժողովուրդ ջան։ Ինչ ասում։ Իրա պասպորտն էր ասում, չէ՞։ Վթարից հետո նոր բարեհաճել են։ Աղավազով։ Ես ոնց ես փոխվե։ Շատ։ Ու Մալայանի հիվանդանոցի ապրանք չեմ տենում, քանի կիլոմետր եկել եմ ախպեր, ոչ մի աղավազ սկի ձունը չեն հեռացել, որ մնաց։ Ես ոնց ես փոխվե, վայ։ Ախր սկի չեն էլ հեռացրել է, որ գոնե ձունը հեռացածել են, ոչ են արել, ոչ էլ աղավազով մշակել են։ Մեզել է վնաս հասնում, դե ամեն անգամ սենց վտարներ եղնի, որ նոր տեր եղնի։ Սենքը չես ավտոնով ճարտել է, վնաս չէ։ Ապե օպշոն դից մեկին է շարժվի։ Հե, բրթենք։ Հունվարի 18-ն է, Արագածոտնի մարզ, Արտենի Արագածավան ճանապարհի 6-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Volkswagen Passat-ն ու Opel Zafira-ն։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ճանապարհը տեսնում եք ամբողջությամբ ոչ միայն մերկասառույց է, այլ ընդհանրապես ճանապարհն սպասարկող ընկերությունը, որը իմ տեղեկություններով Թալինի ճանշինն է, ոչ մի աշխատանք չի կատարել, ոչ ձյունն է հեռացրել, ոչ էլ աղավազի խառնուրդով կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։ Կարելի է հիմա այստեղից դիմել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, ասելով. «Պարոն նախարար, ճանապարհային դեպարտամենտի չինովնիկներին միշտ խիստ հանձնարարականներ տվեք, ոչ թե ոնց որ ժողովուրդն է ասում, ընկերական, այլ բավականին կոպիտ եւ խիստ, որպեսզի այդ դեպարտամենտի աշխատակիցներն էլ հետեւողական լինեն, պարտավորեցնեն ճանապարհն սպասարկող ճանշիններին իրենց աշխատանքը կատարեն բավականին որակով»։ Հիմա տեսնում եք, սա նոր է եղել, էսի վթարից հետո չէ բերին լցին, մտամ թե լցին էլի։ Վթարից հետո էլի։ Իդեպ մոտ միջև այստեղ գալը մոտ 10 կիլոմետր նույն բարձի թողի վիճակն է, ամբողջ, որ չիմանաս, քեզ կթվա թե դաշտի միջով ես գնում, ամբողջությամբ ձյուն։ Վիրավորներից մեկը իմ տեղեկություններով
8 տարեկան աղջնակ է, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր այս պահին սահմանազատել են տարածքը, դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը արդեն մեկնել է հիվանդանոց, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Նման վթարներից հետո նախաձեռնվում է քրեական վարույթներ, լավ կլինի, որպեսզի քննչական բաժինը, տվյալ դեպքում քննիչը, նաև քրեական վարույթ նախաձեռնի ճանապարհն սպասարկող ընկերության նկատմամբ ու պարտավորեցնի, որ այս վիրավորների ծախսը, ավտոմեքենաների ծախսը պարտադիր կատարեն ճանշինները։ Մի քանի անգամ դրանց գրպանին որ կպնես, հաստատ այն որ ասում ձունը օդում կբռնեն։ Որտեղ է գրած 21-րդ դարում պետությունը ձեզ հարգելի որոշ վայր ճանշիններ, պետությունը ձեզ անհրաժեշտ գումարը տալիս է, հատկացնում է ու դուք չգիտես ինչ ասես է։ Այս կադրերը, որ հիմա դուք տեսնում եք ճանապարհին աղու ավազը լսած, սա վթարից հետո է։ Բարի հաճի սկսել են լցել աղու ավազը։ Այն էլ մի 100 մետր։ Շանջան, նայել է, էսի է դա օբելիքսի նման։ Ընձի ես ասեմ, էսի ծավի։ Նրա փորոնայում ես ոսը բլոտի սեղանը լինի։ Առաջ 21-ներ 60 էր։